Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես քո երակի մեջ հայտնվեցի եւ հոսեցի տրված սրտից զարկին, արեգակն է կախվել պարանոցիդ, որպես շքեղ նվարդ նվիրյալ կին, եւ այդ ինչպես եղավ ինձ սիրեցիր, խաչքարերիդ կողքին ես լաց եղա, ձեռքիս աղավնիներ սև ու ճերմակ, ես մազերս թրջած փոքրիկ տղա։ Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին Վաղարշապատին նվիրված բանաստեղծությամբ Հայրենի կուսակցության թեկնածուի Քարոզ Արշավն անցնում է ոչ միայն քաղաքական ծրագրերի ներկայացմամբ, բնակիչների հետ անկեղծ զրույցներով, այլև տարբեր առիթներով բանաստեղծական տողերի մեջբերումներով։ Առհասարակ Խաչիկ Մանուկյանի Քարոզ Արշավի լեյտմոտիվը ազգային ինքնությունն ու արժեքների պահպանումն են։ Ես մտածում եմ, որ մենք լավ երկիր ենք ժառանգություն ստացել, մեր սերնդի մարդիկ նկատի ունեմ, որ իսկապես էլ բարեկարգ վիճակ էր, մյուսը մարդկային հարաբերությունները հլա իշեք, ինչ կարգին չէ հարաբերություններ մեր ծնողների ժամանակ։ Այդ ամեն ինչը մեր աչքի առաջ տրոհվում է, հիմա ոնց են չէ ատելություն իրար սերմանում, հավատավորի ու անհավատի բաժանում, մայրատորի վրա արձակվում, ու հլա չեն կշտանում։ Տանում են կարկառույց քահանաների հետ, եսի պատարակ են։ Երկիրը ներսից ազատագրելու անհրաժեշտության մասին մարդկանց հետ զրույցները, սակայն ստվերում չեն թողել յուրաքանչյուր համայնքում անհատապես խնդիրներին ծանոթ լինեն ու դրանց լուծումներ առաջարկող ծրագրերը։ Համեմատաբար երիտասարդ դաշտ գյուղում մարդիկ դադարել են հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել, ասում են արդյունք չեն տեսնում։ Ասեմ, ես օրինակ ներառել եմ գյուղական համայնքների համար ծրագրում, որ ունենանք եւ անասնաբույժ անպայման, որ մարդկանց այցելի իր խորհուրդներով, իր բուժան նյութերով եւ նաեւ գյուղատնտես, ով կարողանա կազմակերպել գյուղատնտեսական իր խորհրդատվությամբ եւ ընդհանրապես կարողան կնայց անենք, որ նրանք ինչ որ մի բան sense մտածում են կարող է հաջող չընթանա, խորհրդատուներ լինեն։ Ես յանն ապրում, ասում ես եկաստը, այ մի փողոց չի, խոսել է ասֆալտ են անել։ Չէին արել։ Որը ձեկը երևում այլ ասում չէ։ Շահումյան գյուղում ասֆալտի բացակայությունն ամենամեծ խնդիրը չէ։ Գյուղի մեծերը ամենաշատը փոքրերի մասին են անհանգստանում, պնդում են գյուղի հիմնական ճանապարհը երեխաների կյանքի ու առողջության համար է վտանգավոր։ Խաչիկ Մանուկյանն առաջարկում է ճանապարհը պետք է վերնացում ունենա։ Մենք գտնվում ենք Շահումյան համայնքի մշակույթի պալատի դիմաց։ Տեսեք, անմխիթար վիճակ է, ես ասել եմ, որ առաջին հերթին պիտի կարողանանք նաև այդ ոգեղենությունը վերականգնել, որովհետև շատ կարևոր եմ համարում, որ մարդիկ մշակույթի հետ առնչվեն։ Ինչ-որ երկրաշարժի ժամանակ լցել են ինքը ամուր է, բայց ասում գիշերը խաղալ ժամանակ ճուտ-ճուտ մաշին։ Մոնթեավանի 44 շենքի բնակիչները գյուղ մտնողին ցույց են տալիս շենքի պատերի ճաքերն ու լուծումները ակնկալում, ասում են դիմել են բոլոր հնարավոր արձաններ, լուծումներ դեռ չկան։ Հայրենիքի թեկնածուն համալիր լուծում է առաջարկում, ասում են նոր շենք պետք է կառուցվի։ Իմ լինելու դեպքում, երբ արդեն վստահությամբ ես կլինեմ համայնքապետ, ուրեմն իմացեք, որ այս խնդիրները անպայման լուծում են ստանալու, ոչ թե այնպես, որ եկավ ասած գնաց։ Ես այդպես բաներ չգիտեմ, չէ՞։ Քարոզ Արշավի 8-րդ օրը Խաչիկ Մանուկյանի ու իր թիմի վերջին կանգառը Հայթաղն է, որտեղ հայրենիքի թեկնածուին աղ ու հացով են դիմավորում։ Մանուկյանն անկեղծանում է Քարոզ Արշավին նկատել է մարդկանց հավատն ու վստահությունն է կորել, բայց այն վերականգնելու տարբերակ էլ կա։ Մի քիչ վստահություն տվեց, որ այն ամեն ինչը նյութածախս է պահանջում, այսինքն քաղաքային բյուջեն, համայնքային բյուջեն հնարավորություն չի տա այդ հարցերը։ Մենք ունենք հիմնադրամ, որը մեր կուսակցության հաղթանակի դեպքում իսկապես ներդրումներ են արվելու լուրջ եւ Էշմիածնի բարեկամների կողմից, ովքեր դրսում են կարողության տեր են եւ խոստացել են, որ ուրեմն մեր իշխանություն ունենալու դեպքում պիտի կարողանան աջակցել։ Մանուկյանը Քարոզ Արշավին մի խնդիր է նկատել, իր պաստառները մրցակիցները հեռացնում են։ Ստացվում է, որ Խաչիկ Մանուկյանին են հեռացնում, որ մարդիկ չիմանան, որ ես մասնակցում եմ։ Շատ շատերը
իմ համայնքի բնակիչներից գալիս ասում են պարոն Մանուկյան, մենք չենք իմացել, որ դուք մասնակցում եք։ Ինձ շատերը իմ հրապարակային ելույթներից են ճանաչում եւ բավական է, որ իմանան ես մասնակցում եմ եւ արդեն կանգնում են իմ կողքը։ Բանաստեղծ Թեկնածուն ընդգծում է իր պայքարը ոչ միայն համայնքները շեն տեսնելու համար է, այլ առավել ազնիվ է ու գաղափարական։ Իր պայքարը հայկականությունը մերժողներին հեռացնելու համար է։